Չեմ զգում, որովհետև անկախ նրանից դու ճիշտ ես, կարող է պատահին մի քանի հոգի մեծագլուխներ, հաստատ գլուխներ, ու քեզ անտեղի տեղը վիրավորեն կամ մեքենան քշեն վրեդ, ոնց որ անցումներում լինում։ Այդպես բախ չկա, բայց թե պետությունն է ինչ իմանաս, ոնց կլինի, ինչ կլինի։ Առայժմ ես շատ ապահով եմ զգում։ Իմ հայրենիքում ես ապահով եմ։ Այդպես կոպիտ ոտնահարումներ չի եղել, բայց ես թվում է պաշտպանված չեմ։ Ուղղակի ոչ մի կայուն բան չկա։ Եթե ես այսօր ունեմ աշխատանք, դա չի նշանակում, որ վաղն եք ունենամ աշխատանք։ Իմ երեխաներն էլ ոչ մի բանով ապահովված չեն։ Ես ոչ մի բանի մեջ էլ չեմ զգում որևէ կայուն հիմք։ Անվտանգության համար, եթե այդպես մտածենք, երևի թե մյուս երկրների հետ եթե համեմատենք, շատ ավելի ապահով ենք երեկոյան ուշ վերադառնալուց։ Եթե նկատի առնենք սովետական նախկին երկրների մեջի ապահովությունը եւ Հայաստանի ապահովությունը, ապա կասեի այո, առաջնակարգ տեղ ունի Հայաստանը։